Սևադա Բադալյանը 53 տարի աշխատում է փոստային համակարգում։ Օրական 2 հերթափոխով տեսակավորում են ավելի քան 45-ից 50 հազար նամակ։ Բադալյանը սկսել է օպերատորի օգնականից, այսօր արդեն նամակների և փոքր փաթեթների տեսակավորման տեղամասի պատասխանատուն է։ 6 ամիս աշխատելուց հետո հանձնել եմ քննություն, ստացել եմ որակավորում 6-րդ կարգի որակավորման որպես օպերատոր։ Այնուհետև տարիների ընթացքում պարբերաբար քննություններ հանձնելով դարձել եմ առաջի կարգի օպերատոր։ Առաջի կարգի օպերատորը լինելուց հետո ղեկավարությունը նպատակահարմար գտավ նորից հարցազրույցներով և քննություններով նշանակվեցի բաժանմունքի պետ։ Ասում է արդի սարքավորումների շնորհիվ գործն այսօր մի քանի անգամ ավելի արագ է առաջ գնում, քան նախկինում, երբ ամեն ինչ ձեռքով էին անում։ Նամակները ստանում, սկանավորում են և ուղարկում հասցեատիրոջը։ Ամբողջ հանրապետության ստացած փոստը նամակների տեսակավորում է իրականացվում, ստանում ենք ներհանրապետական մտից ելից բաժնից, ստանում ենք փոստը պարկավորված ըստ փոստային բաժանմունքների, տեսակավորում իրականացումը Երևան քաղաքինը այստեղ, մարզերինը տեսակավորումը հետի մասում։ Գլխավոր նպատակն է, որ նամակները չկորեն, քանի որ ինչպես Բադալյանն է ասում, յուրաքանչյուր նամակ հասցեատեր ու սպասող ունի։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ հնարավորինս չկորցնենք նամակներ, բայց դա արդեն ինչ որտեղ մեզանից էլ կախված չի, որտեղ պատահում է, որ հասցեագրումն է սխալ լինում, թերի է հասցեագրված լինում, ու դա ուշացնում է, ուղղակի չի կորում, բայց ուշացնում է, առաքում է։ Բադալյանի խոսքով, թեև այսօր մարդիկ նամակները հիմնականում էլեկտրոնային են ստանում, բայց փոստատարը, ըստ նրա, միևնույնն է մնում է բաժանորդի լավագույն ընկերը։ Պատկերացնում եք, որ մի օր արթնանաք ու չգա փոստ։ Վաղ թե ուշ կլինի դա, բայց դժվար է, շատ դժվար է դա։ Ես առանց փոստ չեմ կարա, որտեվ չգիտեմ, շատ եմ սիրում փոստը։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։